Ինչ չես հիշում հիմա, ապեր դեղին ակնոցով են վաղտի։ Վարամ, բարեկամս, ես քեզ էլի ծաղիկներ եմ տալիս։ Առաջարկեք մեզ լավագույն հանգստի տոմսերը դեպի։ Ես մի անգամ Վարամին ծաղիկ եմ տվել, ես երկրորդն եմ տալիս։ Էլի գոնե։ Ջորի։ Ոսկի է տապում վերևից, որովհետև արդեն այսօր եկել ենք աշտարակհոլ, ինչպես հասկացաք, եւ վերցրու հլտենակետի շնվերա։ Ասեմ, որ շատ եք ուրախանալու։ Հա, բայարկե։ Քավորի ու քավոր կնոջ կողմից բերել ենք անակնկալ մեր զույգին, թագավորի նյութագուհուն, եւ մտածում եմ մենք հարսանիքը հատուկ եք այսօրը անում, որովհետև այսօր մեր փոքրիկ Արփիի ծննդյան օրն է։ Արփի, ուր ես։ Բարև ձեզ։ Դնեմ ջերի մեջ։ Չէ, հեսա տալիս ենք։ Մենեջերն ուրա պետքա բան տա մեզ, կոնյակ ու տոմսեր։ Դե սկսենք մեր գեղեցիկ։ Ասա անակնկալ ունեն մեր թագավորն ու թագուհին։ Բարեկամներ, այսօր եկել ենք աշտարակհոլ, ինչպես հասկացաք, եւ քավորի ու քավոր կնոջ կողմից բերել ենք անակնկալ մեր զույգին, թագավորի նյութագուհուն։ Վահի եւ Անուհու կողմից անակնկալ Վահրամի եւ Թերեզային։ Նրանք այսօր ունեն ճոխ անակնկալ, ծաղիկը ծաղիկ, բայց նաև կա նվեր, որը քիչ հետո կտեսնեք ինչ նվեր։ Սպիտակի ժողովուրդն է այստեղ եկել։ Մեր փեսայի քերո ամչիկնա ես էլա։ Դուք փեսայի կողմից եք, էլի։ Ընտանիքի դել ես շատ եմ հավանում։ Մանավանդ երեխաների։ Հրաշք է։ Բանա, էլի, հանդիպել ենք։ Երկար ժամանակ հետո հանդիպել ենք։ Ուրեմն Ստեփանի հաղորդումները, որ եկել էին։ Էդ ինչ եք սպիտակցիներով եկել աշտարակով։ Հունաստանից, որ այդ ժողովուրդն նկարահանումների հետ են նայած։ Ես բաց չեմ կողմում։ Ես անակնկալ կաս։ Հեղալը որի կողմից է կավորի, բայց Վարդանը նկարում։ Վարդանը նկարում։ Ասել են պարհակներ որ ասում եմ, այ Ստեփան ջան, ասել ո՞նց է Ստեփաները եկեմ ավտոյով։ Իմ հարցի պատասխանեք։ Ինչ եք եկել աշտարակհոլ սպիտակցիներով։ Մեր բարեկամի հարսանիքը։ Հա, բայց բարեկամին է, բայց չեն եկել աշտարակհոլում անում։ Ես ամեր գյուղի ժողովուրդը դեմ։ Էսա սիրունը, էլի, էսի լավ է, հարմար է։ Սպիտակից եկել են աշտարակ, որ հարսանիք անեն։ Էն է սպիտակը, 60 կիլոմետր։ Ես քավորի կողմից, հա։ Հա, բայց չասեք ընդ, էլի, ընդ մի ասեք, հա։ Շնորհակալ եմ։ Հովսեփը հույս ունենանք, որ լույս կսփռի եւ կկանչի մեզ ներս, որովհետեւ արդեն ահագին ժամանակ կանգնած ենք։ Նազորում եք չաշարել։ Հետո ծանոթներ անում։ Եղեք Նազորից։ Մենք էլ ենք դերից կապացեք։ Երեցիկ անակնկալը, Ժորժը, դեռևս դարդի շատ մեծ գեղեցիկ անակնկալ է պատրաստվել։ Եվ ես այս կանի սիրով սրա պետք է հրավիրել Մարգարյան Ստեփանին շոումեն, եկեք միատ հարցած աղավարին։ Ես շոումեն եմ։ Շնորհակալ եմ Հովսեփ ջան։ Հարգելի հավաքվածներ, մենք շատ ուրախ կլինենք լսել ձեր ծափերը, բարձր ու գեղեցիկ, հա։ Ծափեր ենք տալիս սպիտակի մեր գեղեցիկ հայեր, հա։ Լավ, պարզա, պետք չի, սպասեք, ես ձևը գիտեմ։ Ուրեմն, ուշադրություն, ծափ են տալիս,
մեր հարսիկի կողմը։ Այդքան հա լավ դες սպասեք լտնանք, փեսայի կողմը ինչ ծափեր է տալիս։ Հզոր, լավ, էլ բան չեմ ասում, դե եկեք մի հատ էլ ով կարա թող ծափ տա, այդ ծափերի ներքո մեր Վահրամը եւ Թերեզան առաջանան այս աստղի մոտ։ Չէ որ այսօր աստղային օր է նրանց համար, մեր թագավորն ու թագուհին, մեր գեղեցիկ զույգը թող համենա այստեղ, որովհետև դուք ունեք անակնկալ, ես մոռացա ներողություն խնդրել Քավորից, Քավոր ջանկաներս, որ առաջինը քո նվերը չտվեցինք, որովհետև շատ կարևոր անակնկալ ենք բերել, հա։ Գեղեցիկ օր, Վահրամ, բարեկամս, ես քեզ էլի ծաղիկներ եմ տալիս, հիշում ես որ եկել էի, ձևերը գիտես, չէ՞, եմ որ ծաղիկ բերի տվի։ Ես մի անգամ Վահրամին ծաղիկ եմ տվել, ես երկրորդն եմ տալիս, հաջողություն թող լինի, լիքը սեր, սիրեք իրար շատ, դիմանաք կյանքի բոլոր դժվարություններին, Աստծո օրհնությամբ, դե նվիրի, մի հատ էլ պաչիկ կանես, որ ծափեր տան։ Երազի պես, երբ ես ապրում եմ քո սիրով, հրապուրված դու Ոսկի է տապում վերևից աչքերով տարավ ինձ երջանիկ բախտի ճանապարհով դու միակն ես ով լցրել է Կարող եմ հարցնեմ ում կողմից կլինի ամեն դեպքում, հա։ Չգիտես։ Վահրամ ասում է չգիտեմ։ Կա հարցիկը իմանա, Թերեզա, դու էլ չգիտես։ Երկուսն էլ չգիտեն։ Այ քեզ հարցական, տեսնես ով է անակնկալ արել։ Լավ, ես հələ չեմ ասի ով է անակնկալ արել, որովհետև մի հատ էլ նվեր ունենք։ Նվեր, որը խորհրդանշական է եւ նվերի վարքյանում սիրեց տատուկ ձեզ երկուսից այս նվերից աշխարհում մի հատ կա, մի հատն էլ տալիս եմ ձեզ, հատուկ ձեզ համար։ Այս նվերով էլ չեք իմանա ում կողմից է անակնկալը։ Հա, Վահրամ, բարդ է, բարեկամ։ Տալիս եմ, հա։ Ես տալիս եմ ձեր նվերը, ծափեր են տալիս, երջանիկ երազի երես ներկայությունն են ապահովում, ցույց են տալիս ինչքան ուրախ են ձեր համար, ցանկացած ծափ հենց հետ է նշանակում, երբ որ ծափ եք տալիս, ասում եք օրհնված լինի մեր զույգը։ Վահրամ եւ Թերեզա, նկարվեք բան եմ ասում, նկարվեք։ Հա, նկատում ես, կոնյակի տուփը մնաց ինձ մոտ։ Զգում ես, չէ՞։ Գիտես ինչի համար, որովհետև կոնյակից թանկարժեք, ավելի հզոր մի նվեր թաքնված է այս տուփի մեջ։ Ինչ կլինի։ Էսի մի ասա չգիտեմ, մի բան աս։ Չգիտի։ Թերեզա, ինչ ասում կրկնում ես, բայց ուրիշ բան աս։ Չի կարող գուշակել։ Դե պարզա չեք կարող, դե հիմա բարեկամ։ Վահրամ, ես էլ տանք հարսիկը բացի, թե դու։ Բացիր հարսիկ, վերցրու հլը տենակետիշ նվերա, ասեմ, որ շատ եք ուրախանալու։ Հա, բա իհարկե, եղանակները ցրտել են, մի քիչ տաքություն է պետք։ Իսկ տաքությունը որտեղ կարելի է գտնել։ Հլնդե, արդեն մի քիչ զգացիր, հա։ Թերեզան շատ ուրախ է։ Եգիպտոս, ուղևորություն, մեր զույգը գնում է տակ հոգով ու սրտով։ լույս աղջիկ ես Ուրախացեք մեր զույգի համար, որովհետև այն մարդիկ, որ ուզեցել են ձեզ համար լիքը սեր, Աստծո օրհնություն, բալիկներ, հա, իմիջայլոս քանի բալիկ։ Քանի բալիկ եք ունենում։ Օ, Թերեզա, դու էլ չես որոշել։ Գոնե 3-ը պետքա լինի, եթե համաձայն եք 5-ի համար ծափ տվեք, 5 երեխա, հա, ազգը հզորանա ուժեղանա, այսքան լավ նվեր, ձեզ համար ով կարող էր անել, այդքան ով է ձեզ շատ սիրում, հե? Հել դու էլ, հելը? Բանուին քավորս։ Այս անակնկալ ընկերներ, ես ուզում եմ, որ բոլորն ունենան նման հարազատներ, բարեկամներ և հովանավորներ, պաշիզնի, ձեր կավորական ընտանիքի կողմից, վայի և վանու կողմից։ Նայք, ես կան նվեր տվել են, մետ էլ գալիս են օրդնեն ձեզ, իրենց տրված իրավունքով։
ապրեք ծափերի համար, ապրեք, շատ լավ եք ծափեր տալիս, իսկ դուր է գալիս ձեր, բայց այդ ձեզ չեն տենց առանձնացրել ընկերներ, այս սեղանները 6 հատ, հա։ Չեք տենց առանձին նստեն դեից։ Բարեկամներ, այստեղ գալու ճանապարհին ես եւս մեկ լավ լուր իմացա եւ մտածում եմ հենց հարսանիքը հատուկ եք այսօրը անում, որովհետեւ այսօր մեր փոքրիկ Արփի ծննդյան օրն է։ Արփի ուր ես։ Արփին ուր է, ով է Արփին։ Օ, ահա գալիս է Արփին։ Ծնունդ է շնորհավոր, մի հատ գնա ապերիկուրիկի մոտ, որ լավ լինի իրանց համար ամեջ, գնա անդե, գնա, քո ծնունդի օրը հատուկ։ Ապեր, բայց որ առաջինը աղջիկ ես վերցեք, աղա աղջիկ ծնվի, դե կայնի հարցիկի կողը, կայնի, ես էլ մեր Արփի համար, ծապեր ենք տալիս, ես էլ այսենց եմ անում։ Կան չի փչացը, մի րոպե։ Ամեն դեպքում միշտ էլ անհաջող պայելում են, ես էլ Արփի համար։ Աշխարհը եկավ հոգուս կյանք տվեց երկար սիրտս երջանկացել Ասır şey olur, üstüne geç çalsın. Կարաս ասես ասել եմ, բայց։ Դե ձեզ բարի ու գեղեցիկ կյանք եմ մաղթում համատեղ, որ ունեք նման քավոր ու քավորքին արդեն ամեն ինչ երաշխավորված է։ Ցույգը ինչ չի լսում, բայց ոչինչ, դուք լսակ, չէ՞։ Դե որ լսել եք, ծափեր տվեք, ես գնում եմ, շնորհակալ եմ ուսել։ Շատ ցանկալի կլիներ այդ ծափերը։ Շատ գեղեցիկ քավորքին ունենք այսօր, մոռացա այդ կոմպլիմենտը սաղի մոտ անեմ, բայց վիդեոյով արեցի։ Վահե ջան, ապրեք, այսպես միշտ լավ լինի ձեր գործերը, որ կարողանաք ձեզ լավ նվերներ անել, ուրախացնել բոլոր նրանց, ում կուզեք։ Իսկ մենք հիմա երկու դատարկ պայթած խլափուշկայով վերադառնում ենք ուր Վարդան։ Իհարկե Եղեգնաձոր։ Մենք հելանք աղբերս։ Արա, բա մենք խոստացել ենք որ պետք է տանք աշտարակ հոլ նկարենք։ Լավ, թեկուզ աղբերս այնքան սպանտանի բաներ էլա, որ աշտարակ հոլը ինքը իրան ռեկլամա արած, որովհետև մարդիկ սպիտակից եկել հասել են աշտարակ հոլ, որ գեղեցիկ առիթ նշեն, հարսանիք անեն, դա արդեն խոսում է աշտարակ հոլի լավագույններից մեկը լինելու մասին, այսինքն այստեղ եթե գաք ձեր առիթները նշելու, միանշանակ չեք փոշմանելու, միայն լավ եք ձեզ զգալու եւ ձեր առիթն էլ իդեալական կանցնի, չէ՞։ Ով եկել է աշտարակ հոլ, նշել է առիթներ, նա կփաստի մեկնաբանություններում, իսկ ով չի եկել, նա կկարդա ու կգա կլինի աշտարակ հոլում։ Աշտարակ հոլ, ձեր սրտի ռեստորանը, որտեղ կարող եք գեղեցիկ անցկացնել ձեր առիթը։ Իսկ ես հիմա դնեմ մի գեղեցիկ երաժշտություն եւ մենք գնանք ես ու Վարդանը դեպի մեր Եղեգնաձոր։